Նախընթաց ժամանակահատվածում դուք բալանսավորված դիվանագիտական կարևոր շրջագայություն ունեցաք Մոսկվա, ապա Նյու Յորք, ապա Ստրասբուրգ։ Մոսկվայում ատոմային ֆորումի շրջանակներում անձնական հանդիպում ունեցաք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, դատելով մուտքի խոսքերից եւ երկու պետությունների պաշտոնական հաղորդագրություններից այդ շփումները առնվազն ջերմ եւ բարեկամական մթնոլորտում անցան, ապա Նյու Յորք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հնչեց ձեր փայլուն ելույթը, որ արտացոլում էր Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերի հստակ արտահայտումը, մի շարք շփումներ Նյու Յորքում, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, զուգահեռ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի բազմաթիվ այլ շփումներ, ապա մեկնում Ստրասբուրգ, հանդիպումներ ԵԽԽՎ բարձրաստիճան եւ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան շատ պաշտոնյաների հետ, ելույթ ԵԽԽՎ-ում, հարցերին պատասխանների հնչեցում, որոնք արտացոլեցին այն, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խնդիրները անդադ գնալով կատարելագործում են, բայց ամենակարևորը, որ Եվրոպայի խորհրդում մեծապես աջակցություն ստացակ խաղաղության պայմանագրի օգոստոսի 8-ի նախաստորագրման հետ կապված ակնհայտ աջակցություն Եվրոպայի խորհրդում։ Իմ հարցը հետևյալն է. Դուք մի քանի անգամ գնահատական եք հնչեցրել, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը գրեթե անհնարին էր դիտարկվում, բայց ստացվեց։ Բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը եւս հեշտ չի ու շատ բարդ է։ Ինչու՞մն է այս ամենի հաջողության գաղտնիքը։ Շնորհակալ եմ։ Հաջողության գաղտնիքի մասին կխոսի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Թորոսյան հարցի համար, իրականում գիտեք ձեր հարցը շատ կարևոր է, հետևյալ տրամաբանությամբ, որովհետև հիմա ես կարդում եմ, նախկինում ես կարդում էի մեր հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության վերաբերյալ ներհայաստանյան մեկնաբանությունները եւ զարմանում, հիմա էլ կարդում եմ միջազգային մեկնաբանությունները եւ զարմանում։ Հիշում եք այս ամբիոնից մի քանի անգամ ասել եմ, որ պետք չի գործընկերությունը շփոթել ամուսնության հետ եւ ընդհակառակ ամուսնությունը շփոթել գործընկերության հետ եւ հիմա գիտեք ինչն է, որ ամեն այցից հետո մեկնաբանություններ են հնչում, որոնք կարիք ունեն պարզաբանման։ Երևի թե բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը ինքը կարիք ունի պարզաբանման։ Ինչու՞, որովհետև նախկինում մենք խոսել էինք, որ եւ այս օրինակը կարծում եմ շատ հստակ է ցույց տալիս, մասնավորապես նոր միջուկային ռեակտոր կառուցելու մեր փնտրտուքների մասին եւ ես միջազգային մամուլի արձագանքներից հասկացա, որ մեր դիրքորոշումը կամ լավ պարզաբանված չի, կամ պարզապես այդ պարզաբանումը չի հասել հասցեատերերին։ Մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Մենք դա բազմակողմանի քննարկում ենք ունեցել եւ այդ որոշումը կայացրել ենք։ Հիմա հաջորդ հարցը. ում հետ ենք մենք կառուցելու, ում հետ ենք գործընկերություն անելու։ Մենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր նման բան ունեն, նման տեխնոլոգիա ունեն կամ կարող են ունենալ, մենք բոլորին հարցրել ենք, ասել ենք դուք կնեղսրտեք, եթե մենք այս թեման քննարկենք նաև մյուսների հետ։ Բոլորը ասել են, որ ոչ։ Հիմա ինչ եմ ասում, որովհետև երբ որ ես գնում եմ Մոսկվա, ասում են վերջ, ուրեմն որոշվել է, որ Մոսկվայի Ռուսաստանի հետ է կառուցվում։ Միացյալ Նահանգների հետ հուշագիր ենք ստորագրում ու նոր գնում Մոսկվա, ասում են բա հուշագիրը ստորագրեցին, ինչի գնացին Մոսկվա։ Գնում ենք Չինաստան, ասում են բա չհասկացանք, հիմա մենք շատ թափանցիկ ասել ենք, որ այս պահին մենք ուզում ենք ստանալ առաջարկներ։
Եվ մենք այսօր նման խոսակցություն ունենք եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Չինաստանի հետ, եւ Հարավային Կորեայի հետ, եւ Ֆրանսիայի հետ։ Եվ որ առաջարկը մեզ, ընդ որում մենք քաղաքական կոմպոնենտ չենք դնում ընդհանրապես։ Մենք ասում ենք կոմերցիոն եւ տնտեսական շահավետության առումով մենք պետք է նայենք, որ առաջարկն է մեզ ձեռնտու եւ ընտրություն կատարենք ըստ այդմ, որ արձագանքեք գուցե շարունակենք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ձեր խոսքը շարունակելուց զատ նաեւ խնդրում եմ անդառնաք այն հարցին, որին դուք անդրադարձաք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալիս, մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշ արտահայտություններ, որոնք բացառապես չեն տեղավորվում օգոստոսի 8-ի համաձայնագրի տրամաբանության մեջ, մասնավորապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, որի հստակ պատասխանը դուք հնչեցրիք, ես խնդրում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 քաղաքական ամբիոնից եւս ձեր տեսակետը ներկայացնեք, շնորհակալ եմ։ Պարոն Թորոսյան, ուղղակի տարողունակ է, ես համոզված եմ այդ հարցերի կտան, եթե թույլ կտաք, ես միջուկային ռեակտորի հետ կապված այդ խնդրի համատեքստում ձեր հարցին պատասխանեմ։ Հիմա մենք ասում ենք, որ մենք այս թեմայով երկխոսություն ունենք 5 գործընկերոջ հետ, տեսեք հրապարակային ասում ենք, եւ ընդ որում այդ խոսակցությունը գործնական է, մեր փորձագետների խմբերը այցելում են կամ պիտի այցելեն տարբեր տեղեր, տեսնելու, ուսումնասիրելու, պարզելու, եւ մենք, բայց մյուս կողմից էլ առաջիկա 1-2 տարվա ընթացքում մենք պետք է որոշում կայացնենք եւ պայմանագիր կնքենք, եւ այդ որոշում կայացնելու եւ պայմանագիր կնքելը չի ունենալու աշխարհքաղաքական, արտաքին քաղաքական ենթատեքստ, որովհետեւ մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր եւ ուզում ենք դա առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով եւ նաեւ իր ներդրման հետգնման հնարավորինս առավել կարճ ժամկետով։ Խնդրում եմ այս ոչ ոք սրա տակ աշխարհաքաղաքականություն չփնտրի։ Շնորհակալություն։